Ողջունում եմ ձեզ սիրելի հետևորդներ, այսօր 5 շաբթի է, մեկնարկում ենք հերթական հաղորդումը։ Սիրելի հետևորդներ, ամենաբարենպաստ օրերն են կրակի և օդի ազդեցության տակ ծնվածների համար, բայց մենք բոլորս անմասն չենք։ Ինչու՞, որովհետև մեր քարտեզներում էլ այդ կենդանակերպերը առկա են, իսկ որպեսզի հասկանանք, որտեղ են գտնվում այդ մեծ հնարավորության դիրքավորումներ, ուղղակի պետք է աստղաբանական քարտեզները դիտարկենք ձեր, որպեսզի հասկանանք, թե որտեղ է գտնվում ձեր Վեներան, որտեղ է գտնվում Մարսը եւ ինչ հնարավորություններ ունեք։ Արդյոք այս մի քանի օրերին դուք կարող եք հասնել ձեր երջանկության բանալիին։ Սիրելի հետևորդներ, վերջերս մի քանի օր առաջ ինձ հետ կապվել են առյուծի կենդանակերպի ազդեցության տակ ծնվածներ։ Գիտեք, նրանց մոտ արդեն իսկ անձնականում փոփոխություններ են նկատվում, ինչն էր հետաքրքիր, որ մի աղջիկ ինձ գրեց, որ այս պահին նրա մոտ ետ են վերադարձել եւ նախկին զուգընկերները, կարելի է նաեւ զուգընկեր չասել այն անձինք, որոնք սիրահետում էին նրան, որոնք պատրաստում էին հարաբերություններ սկսել, ինչու՞ չէ նաեւ ամուսնանալ։ Նա զարմացած ասում էր, բայց ինչպես կարող է այդպես լինել, նահանջող Մերկուրի ժամանակ են ետ վերադառնում նախկինները, բայց քանի որ նրա Մարսը գտնում էր առյուծի կենդանակերպում, ապա ակտիվացրել էր բոլոր նրա փեսացուներին եւ նրա երկրպագուներին։ Եվ ահա, սիրելի հետևորդներ, ուզում եմ ձեզ այս անգամ ես ինքս սիրո խոստովանություն անել, սիրում եմ ձեզ բոլորիդ, գիտեք ինչու, երեկ նայում եմ իմ այս հարթակը YouTube-յան, տեսնում եմ 1600-ից ավել հավանումներ։ Գիտեք, կան այնպիսիները, որ նույնիսկ 1600 դիտում չեն կարողանում հավաքել, 1600 հետևորդ ուղղակի հավանում է դրել իմ հաղորդման։ Շնորհակալ եմ ձեզանից եւ նորից ու նորից կրկնում եմ, սիրում եմ ձեզ, որովհետեւ այդ դրական ասպեկտը հենց հիմա տիեզերքում է գտնվում եւ հենց հիմա այստեղ մենք դիտարկում ենք ամսի 22-ի դրությամբ ցերեկային ժամերից հետո երեկոյան ժամերին լուսինը խոյի կենդանակերպում է գտնվելու, խոյը ակտիվ եւ իմպուլսիվ նշան է, լուսինը Յուպիտերի հետ բարդ դիրքեր ունի քառակուսի, բայց Սատուրնի հետ միացումը նա կարող է սաստել եւ սանձել լուսնին, որպեսզի էմոցիոնալ ֆոնը ավելի կայուն լինի եւ մարդիկ կարողանան ճիշտ դրսեւորել եւ էմոցիաները եւ զգացմունքները, որովհետեւ այստեղ մենք տեսնում ենք հաջորդ 2 օրը լուսինը կրկին խոյի կենդանակերպում, բայց Մարս-Վեներա տրիգոնը նվազում է, ինչևէ լուսինը դեռ կակտիվացնի, այսինքն մինչև ամսի 24-ը, 24-ին արդեն լուսինը Պլուտոնի հետ բարդ դիրքեր ունի երեկոյան ժամերին, բայց առավոտյան ժամերին եւ ամսի 23, մայիսի 23-ը բարենպաստ օրեր են, սիրելի հետևորդներ, գնեք նվերներ, սիրո խոստովանություն կատարեք, փաստորեն մենք նայում ենք ամսի 23-ը վաղը, ուրբաթ է, շաբաթ օրն է լուսին դեռ խոյի կենդանակերպում, միայն այսպիսի միանգամից բուռն չարտահայտեք ձեր զգացմունքները ամսի 24-ին, որտեվ ես տեսնում եմ երեկոյան ժամերին լուսին, Պլուտոն արդեն աճող քառակուսի, իսկ մինչ այդ վայելեք օրերը, հանգստյան օրերը ձեր սիրելիների հետ, ձեր երեխաների հետ, սիրառատ օրեր են, նրանց հետ հանգստյան վայրերում անցկացրեք, բայց ինչն է հետաքրքիր, որ հենց ամսի 23-ին վերջին զանգն է։ Այդ օրերին ուշադիր լինեն մեր հետևորդները, ծնողները, երեխաները, որտեղ այստեղ հույզերը շատ ակտիվ են, ակտիվություն կարող են ցուցաբերել մեր ջահելները։ Հուսանք, որ դեպքեր չեն լինի, որտեղ լուսինը խոյի կենդանակերպում է, մանավանդ ամսի 24-ի երեկոյան Պլուտոնի հետ, դա խմբային ծեծկռտուք կարող է լինել, զանգվածային ինչ-որ անկարգություն, այդպիսի բաներից հեռու եղեք։ Եթե միջոցառումներ կամ հավաքույթներ կան, լուսինը խոյի կենդանակերպում ուղղակի կարող են մարդիկ լինել ավելի դուրագրգիռ։ Ճիշտ է, դրական դիրքեր կան, բայց նաև խանգարող հանգամանքներ են։ Սիրելի հետևորդներ, նաև ամսի 25-ին Սատուրնը վերջապես մուտք է գործում այսքան երկար սպասված խոյի կենդանակերպ 25/05/2025։ Գիտեք չէ, Նեպտունը արդեն գտնվում է խոյի կենդանակերպում, այն անցել է խոյի կենդանակերպ,
իր բնակավայրից, ձկների կենդանակերպից մարտի 30-ին։ Եվ տեսեք, Նեպտունը լինելու է խոյի կենդանակերպում առաջին այդ փոքր այցելությունը փաստորեն մարտի 30-ից մինչ հոկտեմբերի 22-ը, իսկ Սատուրնը այստեղ է գտնվելու խոյի կենդանակերպում մայիսի 25-ից մինչ սեպտեմբերի 1-ը։ Հետո նրանք ժամանակավորապես կանցնեն ձկների կենդանակերպ, բազմիցս խոսել եմ այդ մասին, իսկ 2026 թվականից արդեն երկուսով կանցնեն խոյի կենդանակերպ։ Սատուրնը այնտեղ կլինի մոտավորապես 2.5 տարի, իսկ Ուրանը 26/01/2026 հունվարի 26-ին կանցնի արդեն խոյի կենդանակերպ, երկարատև այնտեղ կարող է մնալ, կվերափոխի խոյերի կյանքը ամբողջությամբ։ Մոտակա 1-2 տարին առաջին 10 օրակի ծնվածները, այսինքն մոտավոր մարտի 20-ից մինչև ապրիլի 1-ը ծնվածները, հանեք վարդագույն ակնոցները, նայեք իրականության աչքերին, որովհետև Սատուրնը ձեզ չի թողնելու, որպեսզի այսպես հպացիկ անցնեք կամ փախուստի դիմեք, ինչպես Նեպտունը ձկների կենդանակերպում, ձկների կենդանակերպում էին անում անձիկ կամ հենց ձկները։ Իրատես եղեք, բայց փոխեք ձեր կյանքը։ Երբեք մի տրվեք տարբեր միջոցների, որոնք իրականությունից կտրում են ձեզ։ Ես միշտ ասում եմ, դրանք մոլուցքներ են։ Մոլուցքները կարող են լինել թմրանյութերի միջոցով, կարող են տարբեր չարաշահումների միջոցով, ինչևէ սիրելի խոյեր, նոր կյանք է սկսում, նոր ապագա եւ փորձեք այդ վառ գույներով անթառաջ գնալ կյանքին, բայց Սատուրնը միշտ ձեզ հսկելու է, որպեսզի չշեղվեք իրական ճանապարհից։ Սիրելի հետևորդներ, փաստորեն Մերկուրին մենք դիտարկում ենք մայիսի 10-ից մտել է արդեն ցուլի կենդանակերպ, մայիսի 26-ից նա անցնում է երկորյակի կենդանակերպ եւ հունիսի 8-ից անցնում է խեցգետնի կենդանակերպ։ Պատկերացնում եք, ես այսպես ուսումնասիրում եմ, նա շատ կարճ ժամանակահատվածում է մնալու երկորյակի կենդանակերպում։ Նախ հանդիսանում է երկորյակի ղեկավարը եւ ունի շատ մեծ արագություն, ուրեմն պետք է հասցնեք, սիրելի հետևորդներ, որպեսզի այն գործերը, որոնք դուք պետք է սկսեք, այն գործերը, որոնք կապված են ինֆորմացիայի, տեղափոխությունների, տեղեկատվության փոխանցման, փոխադրամիջոցների, կարող եք գնել շարժական գույք, մեքենաներ եւ հենց դրա համար, գիտեք, ամենաբարենպաստ օրերից մեկը դա մայիսի 27-ն է։ Ինչու՞, որովհետեւ ամսի 27-ին տեղի է ունենալու նորալուսինը երկորյակի կենդանակերպում եւ գիտեք ամենաբարենպաստ նորալուսիններից է, բայց մենք ունենք նորալուսին հունիսի 25-ի մոտակայքում, այդ նորալուսինը խեցգետնի կենդանակերպում է լինելու, իսկ այս նորալուսինը երկորյակի կենդանակերպում, եթե մենք դիտարկում եք, տեսնում եք, արդեն ժամերը անցած են երեկոյան ժամերի նորալուսնից հետո, հենց այդ ժամերին, սիրելի հետևորդներ, կարող եք զբաղվել նոր գործերով, ամբողջ մոտավորապես 10-15 օր Մերկուրին կգտնվի երկորյակի կենդանակերպում մինչև ամսի 8-ը։ Փորձեք կարգավորել գործերը, լուսինը այսպես լուսամփոփի դեր կկատարի, ինֆորմացիան կվերցնի եւ կգնա առաջ։ Գրանցվեք նոր դասերի, գրանցվեք տեղեկատվության եւ ինֆորմացիայի ստացման, մշակման այդ բոլոր գործընթացներին, նոր գործեր սկսեք, գնեք մեքենաներ, փոխադրամիջոցներ, ի վերջո շփումների եւ խոսակցությունների, բանակցությունների համար ամենաբարենպաստ ժամանակահատվածն է։ Եթե ցանկանում եք նոր էջեր բացել, սոցկայքերում, սոցհարթակներում ակտիվ լինել, համախոհների ներգրավել, ապա սիրելի հետևորդներ, իսկ ժամանակն է գնացեք առաջ, ձեր մտադրությունների մասին տեղեկացրեք ձեր համախոհներին, ձեր մտերիմներին, հարևան, բարեկամ, քույր, եղբայր եւ փորձեք ստեղծել մի համակ խումբ, եւ որտեղ դուք կարող եք ձեր ապագա պլաններն ու տեսլականը իրականացնել։ Սիրելի հետևորդներ, շատ կարևոր ինֆորմացիայով եմ ցանկանում ձեզ հետ կիսվել, որովհետև
մեր հայրենակիցները ցանկանում են վերադառնալ հայրենիք, որոշները ցանկանում են նոր գործեր սկսել, դրա համար փորձեմ ձեզ ներկայացնել ամենակարևոր օրերը, որոնց ընթացքում դուք կարող եք իրականացնել ձեր իսկ գործերը։ Սկսենք ամսի 1-ը, սիրելի հետևորդներ, լուսինը գտնվում է առյուծի կենդանակերպում։ Ինչն է կարևոր, առյուծը դա երեխաներն են, դա արվեստն է, այստեղ մենք դիտարկում ենք, ահա եթե տեսնում ենք, լուսին, Պլուտոն բար դիրքավորում կա, բայց ամսի 1-ին արդեն իսկ այդ դիրքավորումը հաղթահարվում է, բայց ուշադիր եղեք, որպեսզի ձեր երեխաները, մանավանդ այս մի քանի օրը տաք է, ձեր երեխաները ուղղակի չընկնեն ազդեցության տակ, քանի որ Մարսն էլ առյուծի կենդանակերպում է գտնվում եւ խնդիրներ չբերեն ձեզ եւ ձեր կյանք, բայց նաեւ լուսնի դրական դիրքերը թույլ կտան, ահա տեսնում եք լուսինը մոտենում է Մարսին ամսի 1-ին, գիշերն ենք նայում, առավոտյան ժամերին արդեն ակտիվություն, որը թույլ կտա ձեզ ցուցադրելու ձեր իրական կողմերը, օրը բարենպաստ է գովազդի համար, բարենպաստ է երեխաների հետ ակտիվ շփումների համար, եթե քննություններ կան, այդ օրը ուղղակի կարող է այնպես լինել, որ բարձր գնահատականներ ստանան շփումների համար, գովազդի համար, այն ինչը առյուծի կենդանակերպի հետ է կապված, այն ինչը երկորակի հետ է կապված, կարող եք նոր դասընթացների գրանցվել, քանի որ աճող սեքստիլն է, կարող եք ինքներդ դասընթացներ իսկ կազմակերպել, ինֆորմացիոն, տեղեկատվական այդ դաշտի հետ շփվելու ամենաբարենպաստ ժամկետներից մեկն է, նաև օրը բարենպաստ է, որպեսզի հաճախեք պատկերասրահներ, թատրոն, որտեղ կարող եք զարգացնել եւ ձեր երեխաների ինտելեկտուալ կարողությունները։ Հաջորդ կարևոր օրը մենք տեսնում ենք ամսի 3-ին եւ 4-ին լուսինը գտնվելու է Կույսի կենդանակերպում։ Փորձենք այստեղ դիտարկել դիրքերը, 3-ին ավելի բարենպաստ դիրքեր են, բայց 4-ը գիտեմ, որ անբարենպաստ են։ Տեսեք, 3-ի այս ցերեկային ժամերը անբարենպաստ են, սիրելի հետևորդներ, այն խնդիրներ կառաջացնի աշխատանքում, այնտեղ հնարավոր են անհամաձայնություն լինի, աշխատակիցների միջև այդ էմոցիոնալ այդ տարաձայնությունը կարող է վերածվել ամբողջ մի անհարմարության։ Բարենպաստ չի աշխատանքում ինչ-որ փոփոխություններ կատարել, բանակցել, խոսել, հնարավոր է, որ հաջողություններ չլինի։ Անցնենք ամսի 4-ը, տեսնում եք, 4-ը ավելի բարդ է, սիրելի հետևորդներ, փաստորեն ամսի 2-ն էր բարենպաստ։ Ես 1-ից անցա 3, բայց 2-ը բարենպաստ էր, ճիշտ է լուսնի բարդերքը Ուրանի հետ խանգարում է, բայց ցերեկային ժամերին այն ունի դրական դիրքեր, եթե մենք դիտարկում ենք, ցերեկային ժամերն են, կարող եք ձեր աշխատանքային այդ գործերը կարգավորել, բայց հաջորդ 2 օրը ես խնդիրներ եմ տեսնում, փաստորեն 3-4-ը բարենպաստ չեն աշխատանքի եւ մնացած այլ հարցերի համար։ Ամսի 5-ն ենք դիտարկում, 5-ը մենք տեսնում ենք այստեղ դիրքեր, կեսօրից հետո լուսինը ավելի բարենպաստ դիրքեր է վերցնում, այստեղ եթե տեսնում ենք, այն արդեն իսկ անցնում է Սատուրնի հետ օպոզիցիան, չնայած օրը 9-րդ լուսնային օրն է, բայց այդ օրը բարենպաստ է անձնական կյանքը դասավորելու, այդ միությունը գրանցելու, լուսինը կշարքի կենդանակերպում, դա գործընկերներն են, զուգընկերներն են, որոնց հետ կարող եք կայուն հարաբերություններ սկսել, համացանցում կարող եք ակտիվ լինել լրատվամիջոցներում, սիրելի հետևորդներ, այդպիսի դրական դիրքավորում եղել է փետրվար ամսին, դա հունվարի վերջի նորալուսին էր ջրհոսի կենդանակերպում, այստեղ աճող տրիգոն դիրքավորում, մեծ հնարավորություններ, բանակցություններ վարելու, խոսակցություններ վարելու, ինտելեկտուալ այդ բոլոր պրոյեկտները եւ սկսելու եւ մասնակցություն ցուցաբերելու, ակտիվ եղեք համացանցում, փորձեք ներգրավել մեծ այդ հանրային լսարանը դեպի ձեր կողմը, ինտելեկտուալ այդ աշխատանքով զբաղվելու, լրատվամիջոցներում, տեղեկատվական այդ տիրույթում, համացանցում, ակտիվություն ցուցաբերելու, նոր գործընկերներ ձեր
ձեռք բերելու եւ բանակցելու համար ամենաբարենպաստ օրերն են։ Պլաստիկ միջամտություն, այդ պլաստիկ վիրահատություն, կոսմետիկ միջամտություն, էլ չգրեք սիրելի հետևորդներ, ամսի 5 օրը նաև 5-շաբթի է, բարենպաստ է այդ ամենը իրականացնելու համար։ Եթե դիտարկենք ամսի 6-ն էլ ամենաբարենպաստ օրերից մեկն է, սիրելի հետևորդներ, հարսանիք, նշանադրություն, կնունկ, ծնունդ, այն ամենը, ինչը կապված է զուգընկերային, գործընկերային հարաբերությունների հետ, մանավանդ լուսնային 10-րդ օրը, դուք կարող եք ձեր կյանքը դասավորել, դուք կարող եք երջանիկ ամուսնություն ունենալ, այդ օրերին գրանցված ամուսնությունները կարող են լինել ամենաերջանիկներից մեկը։ Իհարկե այդ ամենի համար նաև կարևոր է մարդկանց անձնային տվյալները ուղղակի տիեզերքում այս դրական դիրքավորումները ունենալով եւ այդ դրական դիրքավորումներով գրանցելով ձեր եւ բիզնեսը, եւ գործընկերային հարաբերությունը, եւ ամուսնությունը, այն ամենը, ինչը կապված է կշարքի երկորյակի ջրհոսի հետ, իմացեք, որ հաջողությամբ կպսակվեն այն ամենը, այն իրադարձությունները, որոնք տեղի կունենան այդ օրերին, որոնք գրանցված կլինեն այդ օրերին, համապատասխանաբար քիչ խոչընդոտներ կունենան ձեր կյանքում եւ ավելի դրական սցենարներ եւ իրադարձություններ կբերեն ձեր կյանք։ Կարիճի կենդանակերպում ամսի 7-ին սիրելի հետևորդներ, ֆինանսաբանկային հարցերն են, բայց այն ինչ դուք պետք է անեք, խորհուրդ եմ տալիս կատարել միայն առավոտվա ժամերին, հետո մենք այստեղ դիտարկում ենք Լուսին, Պլուտոն, Վեներա, այդ երկու կարևոր զգացմունքներ եւ հույզեր, այդ մոլորակները, որոնք գտնվում են ֆինանսական այդ առանցքում, Պլուտոնը ջրհոսի կենդանակերպում, ֆինանսական գործերի համար բարենպաստ չէ, ընդհանուր առմամբ բարենպաստ չէ, որովհետեւ կարող են կոնֆլիկտներ, խնդիրներ լինել եւ սիրելիի հետ, եւ մոր եւ աղջիկներ, մայրը Լուսինը, Վեներան աղջիկը, հույզերն են, այդ օրերին խորհուրդ չեմ տալիս ինչ որ գործարք կնքել։ Եթե արդեն իսկ որոշել եք նախորոք ինչ որ մի բան կատարեք, որպեսզի այդ օրը ուղղակի շարունակությունը դրվի։ Տեսնում ենք հաջորդ օրը ամսի 8-ին Լուսինը ցերեկային ժամային առանց ընթացքի է բարենպաստ չէ կարևոր գործերի համար։ Ընդհանրապես ամսի փաստորեն 7, 8, 9 Լուսինը 9-ի ցերեկային ժամերից հետո նոր Լուսինը կանցնի աղեղնավորի կենդանակերպ, այդ օրերին ֆինանսներ, զգացմունքներ, համացանց այդ դաշտերում խնդիրներ կան։ Անցնենք առաջ ամենաբարենպաստ օրերից մեկը հունիսի 10, փաստորեն 3-շաբթի օր է, Լուսինը աղեղնավորի կենդանակերպում ճանապարհորդելու համար, բուհական վայրերում ձեր այդ խնդիրներ լուծելու համար, նաև դիմելու համար, ամենաբարենպաստ այդ տարբերակն եմ տեսնում, ես առավոտյան ժամերից իսկ Լուսինը դրական դիրքեր սեքստիլ Պլուտոնի հետ, նոր ծանոթություններ համացանցի միջոցով, արտերկրի հետ կապված հարցերը, ձեր գաղափարները կարող են արդեն իսկ այդպես դրական հունով ընթանալ։ Սեքստիլը փոքր դրական դիրքավորում է, քիչ ավելի այնտեղ հնարավորությունները քիչ են, քան տրիգոնի դեպքում, բայց ինչևէ այդ ամենը մենք տեսնում ենք։ Հաջորդ օրը տեսնում եք ավելի լավ է, եթե ինչ-որ բան որոշեք կատարել արտերկրի հետ կապված, ուսման process-ի հետ կապված, այդ ամենը դուք արեք սիրելի հետևորդներ, հունիսի 10-ին, 11-ին արդեն իսկ մենք տեսնում ենք լիալուսին, լիալուսնից հետո գործերը ավելի դանդաղ են ընթանում, փորձեք այն ինչ ասեցի, այն ինչ կազմակերպելու եք հունիսի առաջին 10-օրյակում կատարել։ Անցնենք հաջորդ օրը։ Տեսնում եք հաջորդ բառ դիրքավորումը դա հունիսի 12-ին ճիշտ է, Լուսինը Վեներայի եւ Մարսի հետ նվազող տրիգոն, Վեներայի հետ առավոտյան ժամերին աճող եւ ուղիղ տրիգոն է կազմում, ֆինանսական հարցերը լուծելու համար բարենպաստ է, բայց այստեղ խնդիրներ կարող են լինել ներընտանեկան եւ նաեւ մասնագիտական ձեռքբերումների այդ դաշտերում, կոնֆլիկտներ կարող են լինել տան մեծերի հետ, աշխատանքում ուշադիր եղեք, կոնֆլիկտային իրավիճակ, տեսնում եք Սատուրն, Նեպտուն, հնարավոր է ռեալ ինչ-որ պատճառ չլինի, բայց բախումներ տեղ ունենան եւ տան անդամների միջեւ եւ ղեկավարների հետ։
Անցնենք հաջորդ օրը, մենք հաջորդ դիրքավորում ենք, տեսնում եք ամսի 13-ին Լուսինը առանց ընթացքի է ընթանում, կարևոր գործեր պետական ադմինիստրատիվ մարմինների հետ, այդ կառավարման գերատեսչությունների հետ, բայց Լուսինը առանց ընթացքի է, ձեր գործերին կարող են ուղղակի ընթացք չտալ, այսպես միապաղաղ կարող են ընթանալ։ Ես հաջորդ օրն եմ տեսնում, որ շատ թե քիչ դրական դիրքեր կան, բայց ցավոք հաջորդ օրը ամսի 14-ը հունիսի շաբաթ օր է, այդ գնումներ կատարելու ցանկալի է, որ եթե ամսի 13-ի երեկոյան ուղարկեք ձեր CV-ները, այն վայրերը, այն գրասենյակները, որոնք աշխատում են շաբաթ օրը, այդ կեսօրից հետո, կեսօրի մոտակայքում Լուսինը այդտեղ ջուրում, Ուրանի հետ դրական այդ դիրքավորները, առավոտվա ժամերից կարող եք ձեր ղեկավարների հետ քննարկումներ ունենալ, ֆինանսական մասով բարելավել ձեր ֆինանսական վիճակը, եթե հնարավորություն ունենաք տան առքուվաճառքի հետ կապված այդ գործընթացը կազմակերպեք շաբաթ օրը առավոտյան, այստեղ ամուր դիրքեր կան, որովհետև Ուրանը, Ցուլում, Սատուրնը, Ուրան եւ Սատուրն եւ նաեւ այստեղ տեսնում եք 3 տրանսուրանյան, տրանսսատուրնյան մոլորակները, նրանք կօգնեն, որպեսզի ձեր գործերը դանդաղորեն, բայց ամուր հիմքերի վրա դրվեն։ Երեկոյան ժամերին Լուսինը կլինի ջրհոսի կենդանակերպում, տեսնում եք արդեն ամսի 15-ը Կիրակի օրը, զգուշացեք համախոհներից, համացանցում ակտիվություն ցուցաբերելից հնարավոր է, որ ձեզ ճիշտ չհասկանան, ձեր ընկերների հետ, համախոհների, գաղափարակիցների հետ կոնֆլիկտներ կարող են լինել, որի հիմքը կարող է լինել ֆինանսական այդ բոլոր տեսակի հարցերը Վեներան Ցուլի կենդանակերպում, ուշադիր եղեք, որպեսզի ձեր համախոհները, ձեր սիրելին այդպես ձեզնից չհիասթափվի, նվերներ եթե գնեք կամ պատվիրեք, ցանկալի է այդ օրը չկատարեք, մեկ օր առաջ ամսի 14-ին կարող եք անել, որովհետև օրվա երկրորդ կեսից Լուսինը կանցնի ջրհոս եւ համացանցում ակտիվություն ցուցաբերելու համար ամսի 14-ը եւ կայուն այդ երկարատև գործընթացներ սկսելու համար ավելի բարենպաստ է։ Անցնենք առաջ, սիրելի հետևորդներ, Լուսինը ջրհոսի կենդանակերպում, այստեղ գնումները, որոնք կարող եք համացանցով կատարել, IT ոլորտի այդ բոլոր աշխատակիցները, այդ ոլորտում նորարարություններ կարող եք մտցնել, այդ on-line գնումները, on-line պատվերները կարող եք կատարել, ճիշտ է, այստեղ ճիշտ է, Մարսի հետ բարդ դիրքեր կան, բայց Լուսին, Արև, Յուպիտեր այս դրական տրիգոնը, այն նվազող տրիգոն է, բայց հնարավորություն կտա ձեր համախոհների, տեսեք առաջին օրերին, այդ հունիսի առաջին 10 օրյակում դուք կարող եք ձեր համախոհների, գաղափարակիցների, ընկերների հետ որոշակի քննարկումներ կատարեիք, երբ որ Լուսինը գտնում էր կշեռքի կենդանակերպում, իսկ այս ժամանակահատվածում արդեն ամփոփել արդյունքները, նոր ընկերներ, նոր պլաններ, նոր ընկերներ ձեռք բերելու պլանների համար այդքան էլ հարմար չի, բայց եղածը այդ ամենը վերամշակել եւ նորից ներկայացնել շատ բարենպաստ է։ Հաջորդ կարևոր օրերից մեկը ես տեսնում եմ Լուսինը ձկների կենդանակերպում, տեսնում եք ամսի 17-ին, հունիսի 17-ին Լուսինը ձկների կենդանակերպում, երեքշաբթի օր, եթե դուք ցանկանում եք կնունկ, ծնունդ, ձկների կենդանակերպ, ինչ է քրիստոնեական մշակույթն է, կրոնն է, այդ ամենը կարող եք կազմակերպել այդ ժամանակ, կարող եք այցելել հոգեբանի, կարող եք այցելել ջրային ռեսուրսների մոտ գտնվող վայրեր, հյուրանոցներ, հյուրանոցառեստորանային եւ առողջարանային այդ համալիրներում կարող եք ձեր հանգիստը կազմակերպել, քանի որ ձկների կենդանակերպում է пассив հանգիստ կարող է լինել, կրոն, եկեղեցի, աղոթքներ, դա կարող է լինել նաեւ մեդիտացիաներ, եթե ցանկանում եք գնել պարֆյում, ցանկանում եք գնել գեղեցիկ իրեր, պարֆյումը ինչի եմ ասում, Լուսինը ձկներում Վեներայի հետ այդ դրական սեքս ստիլն է, ցանկանում եք գտնել այնպիսի իր, որը նաև երկարատև հիշողություններ, դրական հիշողություններ կարող է արթնացնել ձեզ մոտ, դրանք կարող են լինել իկոնաներ, դրանք կարող են լինել այդ գրքեր, սուրբ գրքեր, այդ ամենը կարող եք ձեռք բերել եւ այն ձեզ կբերի
երջանկություն, ինչու, որովհետև սիրելի հետևորդներ, հունիսի 9-ից Յուպիտերը մտնելու է խեցգետնի կենդանակերպ եւ ձեր բոլոր երազանքները կապված ընտանիքի, հայրենիքի, օջախի հետ, սիրելի հետևորդներ, կարող են իսկ կատարվել եւ նաեւ վերադարձեք հայրենիք, շենացրեք մեր հայրենիքը, այստեղ ներդրումներ կատարեք, մի փոքր հողակտոր գնեք, ծառեր տնկեք, սիրելի հետևորդներ, չգիտեք կյանքում ինչ կլինի, որովհետեւ Յուպիտերը խեցգետնում նպաստում է հայրենադարձությանը, վերադարձեք երկիր, մեր հայրենիք, շենացրեք մեր հայրենիքը։ Եվ ահա հենց լուսինը ձկների կենդանակերպում ձեր հերթական արդեն փտրտուքը տան հետ կապված, ձեր հայրենիքի բնակավայրի հետ կապված հնարավոր է, որ իրականանա եւ ձեզ օգնի այնպիսի մեկը, որը կարող է լինել հայրենիքից, ձեր ազգից, որպեսզի ձեր երազանքները ի կատարածվեն։ Հաջորդ կարևոր օրը, սիրելի հետևորդներ, ամսի 18-ին լուսինը ձկներում Մերկուրու հետ եւ Վեներայի հետ դրական դիրքեր, բայց նա արդեն ձգտում է դեպի խոյի կենդանակերպ։ Ամսի 18-ի առավոտյան ժամերն են ավելի բարենպաստ, բայց երեկոյան ժամերին լուսինը մոտենում է կոնֆլիկտային այդ դիրքավորումների։ Հավատացեք Աստծուն, հավատացեք Բարձրյալին, աղոթեք առ Աստված, այստեղ լուսինը բարձրացող հանգույցի հետ եւ հույսը դրեք ոչ միայն ձեր վրա, այլ Բարձրյալի վրա, ապա կունենաք այդ հաջողությունները։ Հաջորդ օրը մի քիչ ավելի բարդ է լինելու, ինչու, որովհետև արդեն ամսի 25-ից մայիսի 25-ից Սատուրնը կմիանա Նեպտունին, իսկ լուսինը արդեն ամսի 19-ին այդ երեք մոլորակները բարդ դիրքեր կստեղծեն Յուպիտերի հետ։ Ուշադիր եղեք ներընտանեկան խնդիրներից, ուշադիր եղեք կոնֆլիկտներից, փորձեք արագ չարձագանքել բոլոր այդ բարդ իրավիճակներին։ Եթե ձեր տանը կա այնպիսի մեկը, որը հոգեպես անառողջ է, անկայուն է, ապա կարող եք նրա հետ գլուխ չդնել։ Նրանք, ովքեր ապրում են ջրային վայրերում, նրանք, ովքեր ապրում են տաք այդպիսի տարածքներում, ուշադիր եղեք այդտեղ սողունների, խայթոսներից եւ նաեւ այն մարդկանցից, որոնք ունեն անկայուն հոգեվիճակ կամ գինովցած են։ Այդպիսի մարդկանցից խնդրում այստեղ տեսնում եմ 5-շաբթի օրը ուղակի հեռու մնացեք, որպեսզի խնդիրների մեջ չընկնեք, չվնասեք ձեր գլուխը։ Հաջորդ օրը ավելի բարդ է, տեսնում եք ասելի հետևորդին 19-20 հունիսի լուսինը խոյի կենդանակերպում, ոչ մի կերպ չտրվեք ոչ մի սադրանքի, նույնիսկ տան անդամների միջև Մերկուրին խեցգետնում, նույնիսկ այնպիսի մեկը, որը կարող է ձեզ հունից անել եւ այս բարդ դիրքավորումը ազդում է խեցգետին, խոյ, այծեղ ջուր եւ կշռ կենդանակերպի ազդեցության տակ ծնվածների վրա, նաեւ մեզ վրա, որովհետեւ մենք համապատասխան դաշտերը ունենք մեր քարտեզում։ Իսկ դրա համար պետք է իմանաք ձեր աստղաբանական քարտեզը եւ հասկանաք, սիրելի հետևորդներ, թե վտանգը որտեղից է գալիս։ Հաջորդ կարևոր օրը ես տեսնում եմ 21-22 լուսինը գտնվելու է Ցուրիկ կենդանակերպում, գնումների համար է բարենպաստ, 21-ի առավոտվա ժամերին լուսին Պլուտոն քառակուսի դիրքավորումը խանգարելու է այդ գնումներ։ Մի արեք առավոտյան ժամերին կենցաղային տեխնիկա, մի գնեք համացանցում, այդպես գովազդներ տեղադրելու համար ավելի բարենպաստ է երեկոյան ժամերը, կարող եք գրել գեղեցիկ իրեր, կենցաղային տեխնիկա, մանավանդ տեսնում եք այստեղ լուսին Վեներան այդ Ցուրիկ կենդանակերպում դրական դիրքեր, սիրեք, սիրվեք ձեր մտերիմներին, ձեր տան անդամներին նվերներ արեք, որպեսզի երջանկացնեք նրանց։ Ցուլը դա նպարեղեն է, ցուլը դա գեղեցիկ իրերն են, Վեներան լուսինը ցուլում ձեր մայրիկին, ձեր սիրելիին նվերներ արեք, որպեսզի նրանք զգան իրենց շոյված, սիրելի հետևորդներ, սիրելի տղամարդիկ, ամենաբարենպաստ օրերից մեկն է, փաստորեն շաբաթ կիրակի օր կարող եք գրանցել ամուսնությունը, կարող եք հարսանիք, այդ բոլոր կարևոր եւ ուրախ իրադարձությունները այդ ամենը ուղղակի կազմակերպել ամսի 20-ին եւ 21-ին։ Հաջորդ կարևոր օրը լուսինը երկորյակի կենդանակերպում, այն ինտելեկտուալ նշանում է լինելու, Մարսի հետ բարդ փոխհարաբերությունները կխանգարեն աշխատանքային process-ին, մենք ունենք նաև այդպիսի օր ամսվա այդ սկզբին, ուշադիր եղեք, որպեսզի կոնֆլիկտներ չլինի աշխատանքում,
լեզվանուները թող իրենց լեզուները դնեն փականի տակ, իսկ եթե որոշել եք, որպեսզի ձեր բիզնեսը աճի, որպեսզի դուք կարողանաք ձեռք բերել նոր տեղեկատվություն, համախոհներ, գործընկերներ, իմացեք, որ ամենաբարենպաստ ժամանակահատվածն է, ակտիվ կարող եք լինել համացանցում, ակտիվ կարող եք գնումներ կատարել, այստեղ մի հանգամանք եմ տեսնում, սիրելի հետևորդներ, փոխադրամիջոց գնելու, էլեկտրոմոբիլներ գնելու համար ավելի բարենպաստ է, նաև ասեցի կենցաղային տեխնիկա, բայց այն մեքենաները, որոնք պետք է գնեք, ուշադիր եղեք, այստեղ մարսկույսի կենդանակերպում խանգարող հանգամանքներ կարող են լինել, ինչպես գիտեք, մարսը դա մետաղն է։ Հաջորդ նաև ուշադիր եղեք այդ օրը ուղղակի չվնասեք ձեր աղեստամոքսային տրակտը, ձեռքերը եւ սուր կոնֆլիկտներից հեռու եղեք։ Փաստորեն ամսի 23-ին առավոտվա ժամերը ավելի բարենպաստ են, քան հետագայում մենք տեսնում ենք ամսի 24-ին լուսնի երկորակին կենդանակերպում առանց ընթացքի բանակցությունները, խոսակցությունները ուղղակի արդյունք չեն տա։ Եվ սիրելի հետևորդներ, հունիսի 25-ին կրկին նորալուսին արդեն խեցգետնի կենդանակերպում մի կողմից այն բավականին դրական դիրքեր ունի, որը կնպաստի աշխատանքային process-ին վերանորոգման համար է բարենպաստ, Յուպիտերը խեցգետնի կենդանակերպում ասում եմ վերադարձ հայրենիք ընտանիքներում ընդլայնում, այստեղ խանգարող հանգամանք Սատուրն եւ Նեպտուն այդ երկու մոլորակների հետ քառակուսին է, դրա մասին կխոսեմ հաջորդի եւ նոր գործեր սիրելի հետևորդներ կարող եք կրկին սկսել, փաստորեն ամուսնությունը կարող է գրանցել, ամուսնանալ հունիսի 25-ի երեկոյան ժամերը, հունիսի 26-ին եւ 27-ին, 27-ի այդ ժամանակահատվածում դա 5-շաբթի օր է, ուղղակի ուշադիր եղեք կոնֆլիկտային իրավիճակներից, բայց ընդհանուր առմամբ, եթե այդ իրադարձությունները, այդ արարողակարգերն եք ցանկանում, որպեսզի դուք կազմակերպեք, բարենպաստ են, ինչու՞ չէ, ամսի 25-ի երեկոյան ժամերը եւ ամսի 26-ը ավելի բարենպաստ է 5-շաբթի օր եւ ամսի 27-ին որոշ խնդիրներ կարող են լինել, բայց դրանք լուծելի են։ Այսպիսով սիրելի հետևորդներ, փորձեցի ներկայացնեմ ձեզ հունիս ամսվա կանխատեսումները, որպեսզի դուք կարողանաք կարգավորել ձեր գործերը համընթաց տիեզերական տենդենսներին։ Դե իմ սիրելիներս, շնորհակալ եմ, որ դիտում եք մեր ալիքը, շնորհակալ եմ, որ բաժանորդագրում եք ալիքին եւ կիսվում եք իմ հաղորդումներով։ Ես ձեզ շատ սիրում եմ եւ կփորձեմ հաջորդ շաբաթ կրկին հետաքրքիր եթերով հանդես գալ։ Լավ եղեք, մինչ մյուս շաբաթ։